Մեզ ինչպիսի ղեկավար է պետք, մեզ պետք է ուժեղ ղեկավար, որ թշնամիները վախենան, Չէ, մեզ պետք է նորմալ ղեկավար, որ ամեն մարդ իր գործ ունենա։ Խելացի, դիվանագետ, լավ կյանքով ապրած, բիզնեսներ ունեցած, աշխատած, որ իր քրտնքով աշխատել ստեղծել, ոչ թե տալանել է ժողովրդին։ Եվ դրա նմանները կան։ Կարևորը հայրենասեր, հոգատար, մարդկանց սրտից բխող իր կատարած գործերը, ինչ ասեմ։ Ով որ լինի կարևորը խաղաղ պահի հայրենիքի սահմանները, կորուստներ չունենանք ու մի քիչ էլ վատ ապրողներին բարեկեցիկ կյանք։ Ղեկավարը պետք է մարդասեր լինի, պետք է ժողովրդի համար մտածող լինի։ Նորմալ մարդ լի, որ իր ժողովրդին կրենա պահի պահպանի, ոչ թե Թուրքի են, կյոքին նստին կյան ասի, թե ինչ ասեմ, ալադես կնա, ադենիքնա, ոչ։ Հենց Սամվել Կարապետյանն է արդեն։ Մենակ մի ուժը ինքնա, շատ լավ եմ ճանաչում, ու ինքը ամեն ինչ անելու է, ամեն ինչ, անկախ նրանից, ինքը կարող է սոված նստի, բայց թույլ չի տալու, որ ժողովուրդը սոված մնա։ Որ մենք մենակ Կարապետյանին դեպ ընտրի։ Խիզ ղեկավար է պետք է, որ ամեն ինչի հետևից լինի, ամեն ինչի հետևից։ Բայց մեզ այդ խիզ ղեկավարը չունենք։ Խելացի, դիվանագետ, այսքանը կարող եմ ասել, ժողովրդասեր։ Թշնամիները միայն վախենում են պետության կառուցվածքի։ Պետությունը պետք է հզոր լինի, որպեսզի թշնամիները մի մարդը ոչինչ դետալատություն չունի։ Նա պետք է ազնիվ լինի, ու ինձ թվում է դա ժողովրդին հերիք է։ Լավ դիվանագետ պետք է լինի, վարչական պահվածքով պետք է լինի, շատ զիջումների չգնա, այսպես մի քիչ կոպիտ չհնչի, սանձը քաշած պահի, ժողովրդի թեկուզ էլի կներեք արտահայտությանս համար։ Այսինքն խիստ ղեկավար լինի։ Իհարկե, խիստը միշտ իր արդյունքը տալիս է, բայց երբ խիստություն անում է ու հետն լավ բաներ է անում, այդ խիստությունը ընդունելի է լինում։ Մեզ ինչպիսի ղեկավար է պետք, որ Հայաստանը հզոր դառնա, ղեկավար պետք է Հայրենիքի նվիրված, իսկական հայ, ժողովրդի մասին մտածող, ժողովրդի հոգսը կիսող։ Ուժեղ ղեկավար, մի քիչ էլ կոշտ, ոչ թե շատ կոշտ։ Դե ուրախստի ժողովրդավարություն, ազատություն։ Ով խոսում է տուն են անում, էլ դրա ինչ ազատություն։ Պետք է լինի ժողովրդական եւ խիստ։ Օրինակ ժողովուրդը սիրում է խստություն, թուլություն չի սիրում։ Եթե ղեկավարը իրան պահանջը ինչ-որ օրինական պահանջի, ճիշտը դա է։ Ու ժողովուրդը դուրը կգա, էլի դա եթե ճիշտը պահանջի։ Լավ, մեզ ինչպիսի ղեկավար է պետք, ղեկավար պետք է լինի ուժեղ, որ թշնամիները վախենան, ժողովրդի հոգսերով ապրող։ Հա, ուժեղ էլ է պետք, դե մարդկային էլ է պետք։ Ինքը պետք է լինի ուժեղ, որ թշնամիները վախենան, ժողովրդի Պետք է լինի շատ կետ, շատ գրագետ, շատ պատրաստված, որպեսզի կարողանա բոլոր հարցերին ճիշտ պատասխանի եւ կարողանա ճիշտ կազմակերպել երկրի վիճակը լավացնելու համար։ Իսկ դա հեշտ գործ չի, դա ընդհանրապես պետք է առաջին հերթին քաղաքականապես լավ զարգացած լինել, շփումը մեծալի, որպեսզի կարողանան շարունակել դրական ու լավ գործողություններ կատարել երկրի համար։